Բարև ձեզ։ Ասում են քաղաքականության մեջ ժամանակը չափվում է ոչ թե ժամացույցի սլաքներով, այլ վճռորոշ որոշումների հեռավորությամբ։ Եվ երբ հզոր պետության ղեկավարի խոսքը նմանում է վերջնագրի, եւ երբ ապահարզանից թվերը կախվում է միջպետական հարաբերությունների վրա, Հայաստանի պատասխանը պետք է լինի լիարժեք հաշվարկված եւ ձևով եւ բովանդակությամբ։ Նախընթաց օրերին մենք խոսում էինք Ռուսաստանի Դաշնության նախագահի հայտարարությունների մասին, այսօր անդրադառնալու ենք նաեւ այդ հայտարարություններին Հայաստանի Հանրապետության վարչապետի պատասխանին։ Եվ փորձելու ենք հասկանալ, թե որտեղով է անցնում դիվանագիտական երկխոսության եւ հիբրիդային առճակատման սահմանը։ Սա ազատ զրույց է Free News-ի եթերում, որտեղ համադրվում են փաստերը, կարծիքները, գնահատականները եւ կանխատեսումները։ Զրուցակիցս միջազգային եւ անվտանգության հարցերի հայկական ինստիտուտի փորձագետ Դավիթ Ստեփանյանն է, բարև ձեզ։ Բարև ձեզ։ Երկու օր արդեն խոսում ենք Ռուսաստանի Դաշնության նախագահի հայտարարությունների մասին, ինչպես նշեցի, այսօր անդրադառնալու ենք Հայաստանի վարչապետի պատասխանին, բայց 1-2 գուցե 3 հարցով անդրադառնանք հենց Ռուսաստանի Դաշնության նախագահի հայտարարություններին, այն է քաղաքակիրթ ապահարզանի առաջարկին, սա բարեկամական խորհուրդ է, դուք ինչպես եք ընկալում, սա բարեկամական խորհուրդ է, թե դիվանագիտական փաթեթավորմամբ վերջնագիր։ Ոչ առաջինը, ոչ երկրորդը։ Ինչ էր այդ դեպքում։ Սա քաղաքական շանտաժի փորձ է։ Սա փորձ է հերթական անգամ կիրառել ռուսական քաղաքականության ամենասիրելի մեթոդը արտաքին հարաբերություններում վախ, փորձել վախեցնել դիմացինին, փորձել վախեցնել թշնամուն, գործընկերոջը եւ նույնիսկ դաշնակցին։ Իրենք միշտ այդպես են աշխատել, հիմա էլ են այդպես աշխատում։ Եվ Պուտինը այդ ամենը ասել է նրա համար, որ մենք այդ ամենը քննարկենք։ Ինչ է եւ մենք անում ենք ջանասիրաբար, ինչպես դուք նշեցիք։ Սխալ են անում, որ քննարկում են։ Կարող են քննարկել, ամենակարևորը ճիշտ հետևություններ անել, իսկ ճիշտ հետևություն անելը հետեւյալն է, հետևություն չանելը։ Հետևություն չանել այն առումով, որ չպետք է անես հետևություն, որը քեզանից սպասում են Մոսկվայում, չպետք է վախենաս։ Լավ, այսինքն ինչպեսի հետևություն է անում Հայաստանը, դատելով արձագանքից դրա մասին խոսենք, բայց որ ասում եք շանտաժ, վախ, դա վախեցնում է իշխանություններին, թե հասարակությանը, թե երկուսին։ Առաջին հերթին վախեցնում է հասարակությանը, որովհետև իշխանությունը շատ լավ հասկանում է եւ գիտակցում է ինչ է կատարվում այսօր, գիտակցում է Ռուսաստանի հնարավորությունները, Ռուսաստանի արկա մեխանիզմները, որով Ռուսաստանը կարող է կամ չի կարող փորձել ազդել հետխորհրդային տարածքում իրավիճակի վրա, ես հատուկ եմ ասում հետխորհրդային տարածքում, իսկ այլ հասարակության դեպքում, ընտրողի դեպքում ոչ բոլորն են դա գիտակցում։ Հետևաբար կարելի է նրանց վրա փորձել ազդել, այդ թվում նաև այդպիսի վաղ գեներացնելով, որի հիմքում ռեալ գործոններ գոնե այս պահին չկա, եւ փորձել դրանով մատուցել ծառայություն սեփական 5-րդ շարասյանը Հայաստանում։ Ես սա այստեղ եմ դիտարկում, ըստ եմ ասում, որ այդ քաղաքակիրթ ապահարզանը Ռուսաստանին պետք չի։ Ռուսաստանը այս պահին բոլորովին շահագրգռված չէ, որպեսզի Հայաստանը ԵԱՏՄ-ից դուրս գա։ Ինչպես եւ Հայաստանը։ Այստեղ կա ակնհայտ շահերի համընկում։ Եվ այսպիսի խոսակցություններով, որոնց տակը չկա ոչ մի ռեալ քաղաքական հիմք, Պուտինը ուղղակի փորձում է հերթական անգամ մատ թափ տալ մեզ վրա, բոլորիս վրա եւ ցույց տալ, որ ինքը ինչ որ բանի վրա կարող է ազդել, ինչ որ բան կարող է ասել եւ ինչ որ բան կարող է թելադրել։ Ես այսքանը գիտեմ։ Այսինքն նրա հայտարարությունը դատելով ձեր պատասխանից պիտի բխեցնենք, որ նրա հայտարարությունը Հայաստանի նախընտրական բնույթ ուներ միայն եւ ընդամենը։ Առաջին հերթին ոչ միայն նախընտրական բնույթ, երկրորդը Պուտինը պետք է սեփական երկրում, սեփական այդ շրջապատին ցույց տա, որ այո, նրան մտահոգում է այն ինչ կատարվում է Հարավային Կովկասում, իսկ Հարավային Կովկասում Ռուսաստանը շարունակում է հետո թուլանալ, նրանց ազդեցություն թուլանում է։ Եվ նրանք շատ լավ գիտեն, որ Ամերիկայի Միացյալ Նահանգները եւ Եվրամիությունը բավականին հետեւողականներ են աշխատում են այս տարածաշրջանում, որպեսզի ռուսական ընդհանրապես ազդեցությունը հավասարացնել 0-ի։ Նրանք այդ ամենը հասկանում են։ Եվ այսպեսի հայտարարությունները հենց տրամաբանությունը դա է։ Նրանք ուղղված են Հայաստանի ներսին, մեր ընտրողներին, եւ ուղղված են որպես պատասխան, չգիտեմ որքանով դա համարժեք պատասխան է, ԱՄՆ եւ Եվրամիության ռեալ քաղաքականության այս տարածաշրջանում։ Իսկ ինչու է շեշտադրում հնարավորինս շուտ կողմնորոշվելու այդ պահը, հնարավորինս շուտ որոշում կայացնելու, այդ շուտը ինչքան է եւ ինչ կլինի, եթե շուտ չլինի եւ Հայաստանը շարունակի վարել իր եւ քաղաքականությունը պայմանավորված է, պայմանական լինի։ Հոմես չեն հանելու ԵԱՏՄ-ից, ոչ մի բան չի լինի։
պայմանավորված է նրանով, որ հերթական անգամ ես նորից եմ ասում, փորձել վախեցնել։ Ուրիշ ոչ մի բան։ Եթե Հայաստանը ընդհանուր մաքսային տարածք չի բացում Եվրամիության հետ, ինչ խնդրի մասին կարող է լինել Հայաստան անդամակցություն ԵԱՏՄ-ում, չի կարող։ Դեռևս չի մտնում այդ մաքսային։ Դե երբ որ սկսի մտնել այդ ժամանակ այդ քննարկումը կսկսվի, իշխանությունները ինչ են ասում։ Նիկոլ Փաշինյանը ինչ ասում, չգիտեմ երբ է մտնելու եւ ընդհանրապես մտնելու է թե ոչ։ Բայց երբ որ մտնի այդ ժամանակ այդ քննարկումները կսկսվեն եւ այդ ժամանակ Հայաստանը կպահանջի այդ քաղաքակիրթ ապահարզանը Մոսկվայից, եթե դա իհարկե լինի։ Դες պահին դրա համար ոչ մի հիմք չկա։ Ռուսաստանը պատրաստ չէ բաց թողնել Հայաստանին առանց ցնցումների։ Իհարկե ոչ։ Դա նույնիսկ չի քննարկվում։ Իսկ ընդհանրապես պատրաստ է բաց թողնել, թե պատրաստ չէ։ Պատրաստ չի։ Ռուսաստանը ոչ մեկին պատրաստ չի բաց թողնել։ Ռուսաստանը եթե պատրաստ լիներ բաց թողել, Ուկրաինայի վրա չէր հարձակվի։ Իսկ Ուկրաինան դա ուղղակի այդ սառցե դաշտի ամենագագաթն է, ամենաերևելի մասն է։ Ռուսաստանի համար ցավոտ է ցանկացած հետխորհրդային տարածքի Եվրոպացում, Ամերիկացում եւ ամենակարևորը ինքնիշխանացում։ Իրենք դա չեն անցալում եւ չեն կարող անցալել եւ դրան խանգարում է առնվազն իրենց գաղութատիրական, հա, այդ կայսերական մտածելակերպը, որը ոչ միտեղ չի կորել։ Հայաստանի վարչապետը հերրակա կարգով կամ հերավար կարգով մերժեց այդ քաղաքակիրթ թե ինտելիգենտ ապահարզանի գաղափարը։ Սա կարծում եք ձևով բովանդակությամբ համարժեք քաղաքական պատասխան էր։ Ես կարծում եմ, որ այո, որտեղ սրել իրավիճակը ոչ մի կարիք չկա, դա դիվանագիտորեն բոլորովին արդարացված չէ, եւ հետո գիտեք, մենք չգիտենք իրենք իրականում ինչի մասին են խոսել Մոսկվայում։ Նույն Փաշինյանը Պուտինի հետ, հա, այդ ինչ որ բեմադրությունը մենք տեսանք Կրեմլում Պուտինի մասնակցությամբ, այդ մենք տեսանք։ Ինչու էր կարծում, որ բեմադրություն էր։ Դա բեմադրություն էր, բա ինչ էր։ Իսկ ինչ որ դրանից հետո տեղի ունեցավ, ես չգիտեմ։ Հիմա տեսեք, Նիկոլ Փաշինյանը ասում է, չէ, ես զգուշացրել եմ Պուտինին, որ ես չեմ գալու մայիսի 9-ին Մոսկվա։ Եվ ԵԱՏՄ-ի սամիտին չեմ գալու։ Այսինքն զգուշացրել է, նրանք զրույց են ունեցել։ Նրանք զրույց են ունեցել, որը եղել է բավականին կոնստրուկտիվ միջավայրում։ Եթե այդ ամենի մասին խոսվել։ Մենք չեմ Փաշինյանը ինչ է զգուշացրել։ Բացի դրանից հրապարակային ոչ այնքան կոնստրուկտիվ կամ ոչ կոնստրուկտիվ, իսկ կուլիսների հետևում կառուցողական խոսակցություն։ Մենք չենք կարող դա բացառել։ Ես կուլիսների հետևում չեմ եղել, բայց ես ասում եմ, որ եթե մենք որպես ինդիկատոր վերցնենք Փաշինյանի վերջին հայտարարությունները մայիսի 9-ի եւ ԵԱՏՄ սամիտի մասով, ապա մենք կարող ենք առնվազն դա չբացառել։ Իսկ պատասխանը, որ ասում եք համարժեք, այսինքն զգուշավորություն էր, մանևրելու հնարավորությունը պահպանել էր, թե վճռականության պակաս էր։ Չէ, դիվանագիտական պատասխան էր, որը դիվանագիտությամբ հիմնավորված է Ռեալ Հայաստանի շահերով, մենք այս պահին դեռ ցավոք պատրաստ չենք ԵԱՏՄ-ից դուրս գալ։ Իսկ եթե պատրաստ չենք դուրս գալ ու գոնե Եվրոպական ասոցիացիայի տնտեսական մասը դեռ չենք ստորագրել, ուր ենք դուրս գալիս այս պահին, հա։ Մենք դրան պատրաստ չենք։ Մենք պետք է դրան պատրաստ լինենք, որ նոր կարողանանք համարժեք պատասխան տալ եւ ասենք, հա, եթե ուզում եք դուրս գաք, դուրս կգանք։ Իսկ եթե պատրաստ չեք, պետք է ժամանակ ձգենք։ Սա է տրամաբանությունը։ Ռուսաստանում եւ Հայաստանում էլ որոշ շրջանակներ այլ կերպ են մեկնաբանում, թե էլի այդ ամուսնության համատեքստերում ասում են, եթե ինչ-որ մի բան չես կարող կնոջդ ասել, թե սպասի տեսնեմ այնտեղ ինչ կլինի, հետո նոր ես կորոշեմ քեզ հետ ապրել թե չէ։ Ուզում եք այդ տրամաբանության պատասխանեմ, ես կպատասխանեմ։ Ուրեմն Ռուսաստանը որպես ամուսին Հայաստանին իր կնոջը լքել է սեպտեմբերի 27-ին 20 թվականին։ Լքել է։ Ուղղակի տնից դուրս է շպրտել։ Ինչի արդյունքով կինը ստացել է շատ զգայուն հարվածներ, արյուն է կորցրել շատ, կորցրել է իր բնակ ֆոնդի մի մասը զգայուն եւ հասկացել է, որ ինքը այլևս ամուսին չունի դե ֆակտո։ Դե յուրե նրանք դեռ ԶԱԳՍ-ով, հա, ԶԱԳՍ-ով դեռ կա այդ ստորագրությունը, դեռ ստորագրությունը չեն կանել, չեն բաժանվել։ Բայց փաստացի Հայաստանը որպես կին վաղուց ամուսին չունի, եթե ուզում եք այդ տրամաբանության պատասխանեք, ես դες կպատասխանեմ, բայց կամ հակառակը, հա, նույն տարբերություն չկա, մեծը իրենք են, բարձրը իրենք պետք է լինեն ամուսին։ Լավ, ասացիք տեղեկացրել է, որ չի մեկնելու եւ մայիսի 9-ին եւ մայիսի 28 կարծեմ Աստանայում ԵԱՏՄ 28-ին։ Սա դեմարշի նման է, թե ոչ, բոլորովին։ Տեխնիկական հարց։ Իրոք զբաղված է նախընտրական կամպանիայով։ Մենք դա տեսնում ենք օր ու գիշեր։
Հիմա ինչն է իր համար ավելի կարևոր մայիսին մասնակցել գնալ Լուկաշենկոյի կողքը կանգնել, թե զբաղվել իր նախընտրական ԵԱՏՄ-ն նույնը ԵԱՏՄ-ն։ ԵԱՏՄ-ն այդքան կարևոր չէ, որքան ներքաղաքական։ Կարծում եմ, որ այո, տվյալ դեպքում քաղաքացիական պայմանագրի եւ Նիկոլ Փաշինյանի համար ամենակարևորը դա ներքաղաքականն է։ Համոզված եք, որ այս պահին ԵԱՏՄ-ն խիստ անհրաժեշտություն է Հայաստանի համար եւ այնտեղի թելերը ժամանակը չէ, բնավ ժամանակը չէ կտրել։ Ես համոզված չեմ, որ խիստ անհրաժեշտություն է, իշխանությունն է համոզված, եթե համոզված չլիներ, մենք վաղուց այդ գործընթացը սկսել էինք, բայց քանի որ մեր դիվերսիֆիկացիան տնտեսության ակնհայտ կերպով կաղում է, շատ դանդաղ է գնում, եթե գնում է, մենք ունենք այսօր խնդիր, եթե վաղը ԵԱՏՄ-ն այլևս առանց այդ մաքսատուրքերի հավելյալ առանց մաքսերի մեր ապրանքները ստերից չընդունի, մեր արտադրողները կանգնելու են լուրջ խնդրի առջև։ Իսկ քանի որ նրանք այլ շուկաներ չեն գտել, այդ խնդիրը չի կարող լուծվել։ Հետևաբար պետք է առնվազն այդ շուկաներ գտնենք, նոր մնացածի մասին մտածենք։ Ես վստահեցնում եմ, որ Ռուսաստանից ինչ որ մենք ստանում ենք, այդ նույն գներով ստանալու ենք։ Որևէ խնդիր չկա։ Խնդիրը արտահանումն է։ Որտեղ արտահանումը գոնե ինչ որ պահ իրենք փակելու են։ Դա հաստատ է։ Հետո բացելու են, բայց այդ ժամանակը մենք կարող ենք գոյատևել, թե չէ, սա է հարցը, որովհետև բացելը իրենց էլ է պետք գալու։ Դրա համար մենք միջև այդ դիվերսիֆիկացիան չանենք, միջև մեր պայմանական ջերմուկ արտադրող այդ ջերմուկը չտանի արաբական երկրներ, չգիտեմ, Իրան, Թուրքիա կամ չգիտեմ ուր, մենք չենք կարող դեռ գնել այդ քայլի։ Քիչ առաջ նշեցիք, թե Ռուսաստանը պատրաստ չէ լինի ցնցումով, թե առանց ցնցում հետխորհրդային որևէ երկրի բաց թողնել։ Եվ օրինակ վերեցիք Ուկրաինայի հարցը, որ եթե պատրաստ լիներ Ուկրաինայի խնդիրը չէր առաջանա, այս հայտարարության մեջ Ռուսաստանի նախագահը նաև զուգահեռ տարավ Ուկրաինայի հետ։ Սա բացահայտ սպառնալիք չէր Հայաստանին։ Սպառնալիք էր։ Ինչ կա այստեղ նորությունը որն է այստեղ։ Քանի անգամ են դա արել իրենք։ Առաջ Վրաստանով էին մեզ վախեցնում, կապ 2008 թվականի ներխուժմամբ։ Դե իրենք տանկերը, ինչքան գիտեմ, Թբիլիսի էին, չէ՞, հասել մի պահ։ Հիմա վախեցնում են Ուկրաինայով։ Իսկ կապ տեսնում եք Հայաստանում անցկացված Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովի, այդ գագաթնաժողովին Զելենսկու մասնակցությունից զատ նաև հայտարարության, որը Ռուսաստանում շատ զգայուն, շատ ջղացկությամբ ընդունեցին, որպես էպիթետները չասեմ, հակառուսական ելույթ, սրանց մեջ կապ ուղիղ տեսնում եք։ Տեսեք, կապ կա այնքանով, որքանով մենք տեսնում ենք մի գործընթացի մակերեսային մասը, հայտարարությունների տեսքով, եվրոպական շաբաթի տեսքով Հայաստանում, բայց ամենակարևորը դա ոչ եվրոպական շաբաթն է, ոչ Զելենսկու մասնակցությունը, ոչ էլ Պուտինի հայտարարությունները, ոչ էլ Նիկոլ Փաշինյանի պատասխանը։ Ամենակարևորը այն է, որ այսօր Ամերիկայի Միացյալ Նահանգները եւ Եվրոպական միությունը, Ամերիկան ավելի շատ, Եվրոպական միությունը ավելի քիչ, իրագործում են մեր տարածաշրջանի մի քաղաքականություն, որը միտված է Ռուսաստանի դուրս վռնդման այստեղից։ Եվ դրա համար կան բազմաթիվ ուղղություններ, ռեալ, որտեղ մարդիկ շատ հստակ աշխատում են եւ դա առնվազն ստանում է հասկացողություն Երևանում եւ Բաքվում։ Հիմա իրենք էլ դա գիտեն, չէ՞, այդ ամենը, որ այդ աշխատանքը գնում է։ Հիմա դրան որպես հակազդման միջոց այսպեսի հայտարարություններ են արվում։ Հիմա թե Զելենսկին այստեղ կասեր դա, Մոլդովայում կասեր, Չինաստանում կասեր, թե Ուրուգվայում կասեր, դա երրորդական, չորրորդական եւ հինգերորդական նշանակություն ունեցող հարց է։ Սա ուղղակի էմոցիա է։ Ես չեմ կարծում, որ տվյալ դեպքում Պուտինը ղեկավարվում է էմոցիաներով։ Պուտինը ղեկավարվում է շատ հստակ տեղեկատվությամբ, որը դրված է սեղանի վրա։ Այն է, որ մեր տարածաշրջանով պետք է անցնի միջին միջանցք, որը ուղղված է Ռուսաստանի դեմ։ Վերջ։ Եվ իրենց ձեռքից փորձում են վերցնել նաև կոնցեսիան երկաթուղային, որը պարոն Ռոբերտ Քոչարյանը 5 օր էր մնում, որ ինքը նախագահ մնար։ Վերջի ակորդով տվեց ռուսներին եւ գնաց հանգստի, հիմա ուզում են նորից վերադառնալ։ Հիմա իրենց նստած են այդ երկաթուղու վրա եւ ամեն ձև խոչընդոտում են, որպեսզի տարածաշրջանի կոմունիկացիաները բացվեն։ Եվ իրենք հասկանում են, որ վաղը, եթե հայ-թուրքական սահմանը բացվեց, իրենց էլ ոչ մեկ չի հարցնելու։ Հայ-թուրքական հարաբերությունների մասով այսօր արտգործնախարար եւ վարչապետ
չգիտեմ, ուշադրություն դարձրել եք կամ արժե ինչ որ վաղաժամ մեկնաբանություն անել։ Ես կարծում եմ, որ մեր երկրի ներսում մարդիկ մի փոքր պետք է մտածեն սեփական երկրի շահերի մասին, այլ ոչ թե փորձեն էժանագին սենսացիաներ փնտրել եւ դրանով իսկ հարվածել այդ սեփական երկրի շահերին։ Ես այդպես եմ դա կարծում եւ ես ցավով եմ նշում, որ իմ գործընկերները այսպես կոչված, որոնք պետք է դա հասկանան եւ չաշխատեն սեփական երկրի դեմ, տարածում են այսպիսի էժանագին, հա, տեղեկատվություն, ասենք, փորձելով դրանով ինչ որ դիտումներ բերել կամ ինչ որ շահարկել ներքաղաքական նպատակներով։ Դա անում են լրագրողները եւ իրենց տերերը, ինչ կարող եմ ես ասել դրանից ավել։ Հետո էլ արտգործ նախարար ստիպված եղավ պարզաբանել, որ եթե ինչ որ բան պետք լիներ հրապարակել, մենք կհանրայնացնեինք։ Դες մի հատ բան ասեմ, էլի։ Հիմա եթե պատկերացրեք սենց վիճակ, էլի, ինքը չկա իրականում, գոյություն չունի, ուղղակի մի բան ընդհատենք, շարունակենք փոքր դատարից հետո կվերադառնանք վարքյաններ անց։ Հիշեցնեմ, սա Ազատ զրույցն է Free News-ի եթերում, ես զրուցում եմ միջազգային եւ անվտանգության հարցերի հայկական ինստիտուտի փորձագետ Դավիթ Ստեփանյանի հետ, մենք խոսում էինք Ռուսաստանի Դաշնության նախագահի հայտարարությունների եւ Հայաստանի վարչապետի պատասխանի մասին եւ զրույցը մեզ բերեցրեց մինչեւ հայ-թուրքական հարաբերություններ եւ այսօրվա այդ տարածված տեղեկատվությունը։ Մի բան ասացիք, մի բան պատկերացրեք։ Ես հիմա փորձեմ հիմնավորել։ Մեզ ժամանակին տրեյնինգների ժամանակ լրագրողական դա մեծ Բրիտանիայում էր, այսպեսի հարց տվեցին, կազմակերպիչները ասացին, պատկերացրեք դուք իմանում եք պետական գաղտնիք, ռազմական գաղտնիք։ Դուք լրագրող եք։ Դուք այդ պետական ռազմական գաղտնիքը կհրապարակեք թե ոչ։ Բոլորը ասացին կհրապարակենք, ես ասացի ոչ, ասացին ինչու, ասացի որովհետև ես լրագրող եմ, բայց առաջին հերթին ես իմ երկրի Հայաստանի Հանրապետության քաղաքացին եմ, եւ ինձ համար էթիկան այդտեղից է սկսվում, նոր հետո պրոֆեսիոնալ, մասնագիտական եւ այլն, ես ասում դա կարեւոր չի, բայց առաջինը քո պարտքն է որպես քաղաքացի, հիմա պատկերացրեք տեսականորեն եմ ասում, այդպիսի բան չկա, իրավիճակ, որ Հայաստանը ցանկանում է հարձակվել Ադրբեջանի վրա եւ Արցախը հետ բերել Շատ կտրուկ բլիցկրիգ են անում։ Սրանք որ իմացան դրա մասին, միանգամից կհրապարակեն։ Գիտեք ինչի, որովհետև իրենց համար ամենակարևորը, որ դա իշխանությունն է անում գործող, որ իշխանությունը տապալվի։ Այդ նույն Արցախ գոռացողները, որ ամբողջ օրը ամեն մի խաչմերուկի վրա ձեները չի կտրում։ Իրենք ամեն ինչ կանեն, որ դա հրապարակեն, որ Ադրբեջանը պատրաստվի եւ մենք պարտություն կրենք։ Այս սրա մասին ենք մենք խոսում։ Ուրիշ բան ես չեմ ասում։ Այդուամենայնիվ էլի վերադառնալով հայտարարություններին Ռուսաստանի Դաշնության նախագահի եւ Հայաստանի վարչապետի Զելենսկու գործոնը շատ այսպես զգայուն են ընդունել։ Նույնիսկ այնտեղ մի պաշտոնյա արտգործ նախարարության, ապա երկրների վարչության պետ ասում է, թե Մոսկվան ֆիքսել է Բրյուսելի կողմից հրահրված այդ այցը, Զելենսկու հակառուսական այստեղ էլի էպիթետներ կային չեմ ասում, հայտարարությունները, որոնք ընդունող կողմը խնամքով չէր նկատում։ Էմոցիոնալ դրսևորումներ են։ Ես նորից եմ ասում, Զելենսկու այցը այդքան կարևոր չէ, որքան հրեալ հողի վրա տարվող աշխատանքը, որը Ռուսաստանում տեղյակ են այդ մասին։ Եվ Ռուսաստանը բոլոր ուժերով հնարավոր ջանքերով փորձում է այդ գործընթացի մաս դառնալ։ Հիմա իրենց չեն թողում այդ գործընթացի մասը դառնալ։ Դրա համար իրենք անընդհատ հայտարարություններ են անում, սամիտն են հիշում, Զելենսկուն են հիշում, ապա հարզանի մասին են խոսում։ Իրենք ոչ չեն կարող հիմա դուրս գան ու ուղիղ կերպով ասել, գիտեք ինչ կա, մենք շատ ենք խնդրում, շատ ենք ուզում, մենք էլ միանանք այդ կոմունիկացիոն նախագծերին, թրիպին եւ այլն եւ այլն եւ այլն, բայց դուք չեք թողնում։ Թողեք մենք էլ մասնակցենք։ Իրենք դա չեն անելու։ Չեն կարող դա անել ուղիղ։ Դե կարծես այսպես երես պետք է փրկեն թրիպի մասը։ Հիմա իրանց ասածը դրա համար Զելենսկու մասին են խոսում, բայց իրականում Զելենսկու տակը շատ ռեալ քաղաքականություն է, որը տարբեր։ Բայց եթե ասում եք, որ բոլոր ուժերով փորձում են մասնակցել այդ նախագծերին, բայց հնարավորություն չունեն, դա նշանակում է, որ բոլոր ուժերով փորձելու են ճնշել Հայաստանին, ինչքան գործիքակազմ ունեն եւ այս պահին ինչ ունեն, եթե այո։ Ինչ ունեն օգտագործում են, էլի։ Իրենց մարդկանց ուղարկել են ստեղ։ Իրենց համար ամենանախընտրելի ճանապարհը դա ընտրություններն են։ Ժողովրդավարության միջոցով տապալել ժողովրդավարությունը եւ դարձնել Հայաստանը այն երկիրը, որը այն եղել է պայմանական մինչեւ 18 թվականը։ Իրենց հովանու, իրենց ուղիղ հրամայատարության եւ ենթակայության տակ։ Սա ամենալավ ճանապարհն է։ Հիմա դա են փորձում անել։ Ձերքի հետ որպես ճնշում ջերմուկն են արգելում վաճառք, չգիտեմ, վաղը լոլիկի մեջ են ինչ-որ մի բան գտնելու։ Եթե գազը գինը կարողանային թանկացնել, վաղուց թանկացրել էին։ Ինչ կարողանում են, անում են, էսա։
Գուցե այդ ամեն ինչը դեռ ոչ ամբողջությամբ է օգտագործվում եւ առաջիկա ժամանակահատվածում նորից պատրաստվեն, նորից ինչ-որ բաներ անեն։ Կարող ինչ-որ ապարանքի մեջ էլ ինչ-որ մի բան գտնեն։ Իսկ այս ամեն ինչով հանդերձ այսօր հայ-ռուսական հարաբերությունները ինչպես կարելի է բնութագրել։ Սպասողական վիճակ է։ Իրենք ուզում են հասկանալ, թե իրենց ներկայացվածությունը Հայաստանի խորհրդարանում 26 թվականի հունիսի 7-ից հետո ինչպիսին է լինելու։ Իսկ հենց այսօր հայ-ռուսական հարաբերությունների այս վիճակը ինչպես է պրոյեկտվում ընտրական գործընթացների վրա։ Երկակի այն ընտրազանգված, այն քաղաքացիները, որոնք հասկացել են Ռուսաստանը ինչ է խաղացել մեր գլխին վերջի տարիներին, միայն եւ միայն ավելի են ամրապնդվում այն մտքում, որ նրանք պետք է ընտրեն կամ գործող իշխանությանը կամ ինչ-որ արևմտամետ ուժերի, որոնք Ռուսաստանի հետ չեն ասոցացվում։ Եվ հակառակը, այն ուժերը, այն քաղաքական էլեկտորատը, որը միջև այսօր մտածում է, որ իրոք մենք պետք է կներեք արտահայտության համար փորձում եմ կարճ արտահայտվել, ռուսի պոչից բռնել, նրանք ավելի են կոնսոլիդացվում իրենց այդ քաղաքական ուժերի շուրջ, պրոռուսական, մտածելով, որ եթե վաղը իշխանափոխություն չեղավ, ու գործող իշխանությունը մնաց, այդ արևմտամետ կուրսը, վեկտորը մնաց, Պուտինը կարող է գազը թանկացնել, ջերմուկը չգնել, մեր բոլոր հայրենակիցներին Ռուսաստանին վռնդել, լարսը փակել, մեր օդը փակել, ջուրը փակել եւ այլն եւ այլն եւ այլն։ Այդ երկակի մոտեցումն է, ամեն մի ճամբար հասկանում է այնպես, ինչպես նա հասկանում է, ինչպես թույլ է տալիս նրա գիտակցությունը եւ ընդհանուր գիտելիքները եւ տրամաբանության արկայությունը կամ բացակայությունը։ Իսկ արտաքին քաղաքական ուղղությունը դարձել է հայ հասարակության եւ ընտրողների հիմնական ջրբաժանը այս պահին։ Միշտ էլ այդպես է եղել։ Չէ, դե ասենք ամեն ընտրությունների ժամանակ չէ, որ արտաքին քաղաքական ուղղությունը այսքան մեծ նշանակություն ունեցել։ Նշանակությունը անգամներով աճել է, բայց 21 թվականին եւս եղել է այդ իրավիճակը, ես շատ լավ հիշում եմ դա։ 21 թվականին եւս ընտրում էին այնքան ինչքան հիմա է կարևոր։ Չէ, ես ասում եմ, հիմա աճել է։ Հա։ Հիմա աճել է, որովհետեւ խաղադրույքներ են բարձրացել, որովհետեւ կա Ուկրաինա, որովհետեւ Ռուսաստանի համար Ռուսաստանի շուրջ օղակը սեղմվում է, որովհետեւ Ռուսաստանը հետս հետո իզգոյանում է։ Ռուսաստանը կենթանին, հա, գազանը, ես բան չեմ ասում դա ինչ-որ մեկին նեղացնելու համար, երբ որ հայտնվում է անկյունում, նա ագրեսիվան չէ։ Դե նույն բանը միջպետական, քաղաքական, աշխարհաքաղաքական հարաբերություններում է գործում, նույն սկզբունքն է գործում։ Դրա համար բարձրացել է շեշտակի այդ ամենի գինը, նշանակությունը, հետեւաբար հնարավոր զարգացումները եւ նրանց հետևանքները։ Հնարավոր զարգացումներ եւ նրանց հետևանքներ։ Ռուսաստանից օրերս էր կարծեմ Զատուլինը ասում է, թե չպետք է ճանաչել ընտրությունների արդյունքները, եթե Փաշինյանը հաղթի։ Սա ինչ ազդեցություն կունենա։ Եթե այդպեսի բան անեն, նախ նրանք երբեք այդպեսի բան չեն անելու, ես դրանում վստահ եմ, ես ուղիղ ասում եմ դա ձեր եթերում։ Երկրորդը, եթե նրանք դա անեն, դա աշխատելու է միայն եւ միայն գործող իշխանության, նրանքի նկատի ունեն, թե Փաշինյանը վերարտադրվի, չէ։ Վերընտրվի, ահա։ Ասում են, եթե վերընտրվի, Ռուսաստանը պետք չէ որ ճանաչի այդ ընտրությունների արդյունքները լեգիտիմություն աշխատելու է գործող իշխանության օգտին, որովհետեւ Ռուսաստանի կարծիքը այսօր որևէ մեկը աշխարհում չի հարցնում։ Մայիսի 9-ին ովքեր էին Պուտինի կողքը կանգնել։ Դե այդքանը տեսեք, այդքանը բավական է։ Մնացած աշխարհը ճանաչելու է, չէ՞։ Դե թող չճանաչի Ռուսաստանը, Բելարուսները հետո թող չճանաչի, ինչա փոխվելու դրանից։ Չէ, Բելարուսի չճանաչել։ Դե թող չճանաչի, չնայած այնտեղ ապրում է մեր ամենալավ ընկերը, հայ ժողովրդի ամենալավ ընկերը, պարոն Լուկաշենկոն, որը որ Ալիևին զենքեր բանավոր խոսքը ճակերտներ չի սիրում, նկատի ունեցել։ Զենքեր էր վաճառում, չգիտեմ ինչ էր անում, հա։ Ասում են բանավոր խոսքը ճակերտներ։ Ինձ թվում է Լուկաշենկոյի դեպքում ամեն ինչ բոլորին պարզ է։ Այստեղ չկա կարիք ինչ որ մի բան փակակցեր բացելու կամ ճակերտներ։ Իսկ եթե այդպիսի հայտարարություն է հնչում ոչ պատական մարդու շուրթից նկատում այդ ընտրությունների արդյունք չճանաչել բան եւ այլն, սա ուղիղ կամ անուղակի հրանք չէ Հայաստանի այդ սեգմենտի քաղաքական ուժերին ինչ որ կտրուկ գործողությունների բաների գնալու։ Դե նրանք ինչ կարողացել են արել են արդեն։ Չէ, ես նկատում եմ ոչ թե հիմա, այլ ընտրություններից հետո։ Այո, հետընտրական խժդժություններ, դարբարություններ։ Ես այդ դիտարկումը հնչեցրել եմ, կանխատեսումը արել եմ, եւս մեկ անգամ կանեմ։ Եթե իրենք հայտնվեն խորհրդարանում ընդդիմության դերում,
իրենք սուսուփուս մանդատները վերցնելու են եւ գնալու են խորհրդարան։ Ցանկացած քաղաքական ուժ եւ սուսուփուս մանդատը վերցնում է եւ գնում է խորհրդարան, նա ընդունում է խաղի կանոնները, նա ընդունում է ընտրությունների լեգիտիմությունը։ Դե հա, եթե Դրանից հետո իրենք կարող են դուրս գալ, միտինգ կարող են անել, ինչ ուզում են թող անեն, դրանից բան չի փոխվելու։ Եթե վերցնում են մանդատները, գնում են խորհրդարան։ Սա հասկացանք։ Իսկ բացառում եք այդ տարբերակը, որ չենք վերցնում ժողովուրդ դուրս եկեք ընտրությունները կեցվել են, Ռուսաստանը չի ճանաչում եւ այլն եւ այդ տարբերակը բացառում եք։ Վերցնելու է դու գնալու են խորհրդարան։ Եթե իրենք ստանան այդ ձայները, կարող է իրենք ընդհանրապես խորհրդարանում չհայտնվեն, այդ ժամանակ կարող է դուրս գան փողոց, որտեղ բան չունեն կորցնելու, բայց եթե իրենք անցնեն խորհրդարան, գոնե անդիմության կարգը, ես նորից եմ ասում, սուսուփուս մանդատները վերցնել են, գնալու են նստեն խորհրդարանում եւ զբաղվեն նրանով, ինչով զբաղվում են վերջին 5 տարվա ընթացքում։ Այդ դեպքում անհասկանալի է դառնում եւ Ռուսաստանի Զատուլինի նման հայտարարությունը, որ ընտրությունների արդյունքները պետք է չճանաչել եւ Հայաստանում առաջին նախագահն էր, որ մտահոգված էր ոչ թե այս բանավեճով, այլ հետընտրական զարգացումներով, որ կարող է վախենալու, ոչ մի մտահոգվելու բան չկա, ոչ մի զարմանալու բան չկա, դա անկնում է այդ նույն տրամաբանության շրջանակներում, փորձել սերմանել հայկական հասարակության ներսում վախի մթնոլորտ։ Եվ ասել, եթե դուք չեք ընտրում մեզ, ուրեմն վաղը լինելու է պատերազմ, ուրեմն վաղը լինելու է հետ ընտրական գործընթացներ, Ռուսաստանը կփակի, կխեղդի, կսպանի ու լավ չի լինելու ձեր վիճակը։ Դրա համար գնացեք խելոք ընտրեք պրոռուսական ուժերին, որ ամեն ինչ լավ լինի։ Իրենց տրամաբանությունը սա է, բայց ամեն ինչ լավ չի լինելու։ Ամեն ինչ լավ չի լինելու, շատ վատ է լինելու, թե այդպես լինի։ Որտեւ մենք հերթական անգամ կորցնելու ենք մեր ինքնիշխանության վերջին մնացորդները եւ նորից սկսելու ենք զանգվել Մոսկվա։ Մի քիչ չափազանցված չեն այդ ինքնիշխանության վերջին մնացորդները կորցնելու դատողությունները։ Ոչ։ Եթե մենք ինքնիշխանության վերջին մնացորդները չկորցնենք, այսօր մեր երկաթուղին մերը կլիներ։ Ռուսականը չէր լինի եւ մենք լրջագույն խնդիրներ չէինք ունենա, որպեսզի կոմունիկացիաները վերաբացեինք։ Պարոն Ռոբերտ Քոչարյանը հարավ-կովկասյան երկաթուղին երբ որ ստեղծվեց, ինքը մեր ինքնիշխանության վերջին մնացորդները տվեց ռուսներին ու գնաց թոշակի։ Իսկ հիմա թոշակից ուզում է հետ վերադառնալ, չգիտեմ ինչի համար։ Ինչ է ուզում տա ռուսներին։ Ինչ է մնացել։ Դրա համար եմ ես խոսում վերջին ինքնիշխանության մնացորդների մասին։ Հիմա այդ ամենը կամաց-կամաց վերականգնվում է։ Տարածաշրջանը վաղը որ բացվեց, երկաթուղիները սկսեցին աշխատել, գազամուղ լինի, նավթամուղ լինի, թրիպ աշխատի, հայ-թուրքական սահմանը բացի, այդ ժամանակ մենք կխոսենք արդեն լիարժեք ինքնիշխանության մասին։ Բայց հիմա դեռ մնացորդների մասին ենք խոսում ցավոք։ Բայց կա գործընթաց եւ ես հույս ունեմ, որ մենք այդ ինքնիշխանությունը վերջապես ամբողջական կվերականգնվենք այն չափով, որով այսօրվա արդի աշխարհում փոքր պետությունները կարող են լինել ինքնիշխան, գոնե այդ չափով։ Այսօրերին հիբրիդային հարձակումների ինչ որ դրսևորումներ արդեն կան, նկատելի են, թե դեռ սպասվում են։ Չէ, ինչ որ գնում է արդեն քան ժամանակ է գնում։ Ես հիբրիդային հարձակումների մասին առաջի անգամ գրել եմ 3 թե 4 տարի առաջ մեծ աշխատություն եմ գրել եւ նշել եմ եւ կենտրոնները եւ գործիքակազմը Հայաստանում շատերի դուրը դա չի եկել, այդ գործիքակազմի մաս հանդիսացող մարդկանց եւ ԶԼՄ-ների, բայց այնուամենայնիվ այդ գործընթացը վաղուց է մեկնարկել եւ այն շարունակական է։ Եվ ես չեմ կարծում, որ նույնիսկ ընտրություններից հետո այն կդադարի։ Ոստեղ ես ոչ մի բան չեմ տեսնում, ոչ մի փոփոխություն չեմ տեսնում վերջին օրերին կամ վերջին շաբաթներին։ Գործընթացը գնում է։ Մենք հարցելու ավարտենք։ Հունիսի 7-ից հետո ձեր կանխատեսմամբ ավելի կայուն Հայաստան, թե նոր սրացումներ։ Դե մեզանից է կախված։ Եթե մենք լինենք հետևողական եւ շարունակենք այն արտաքին քաղաքական կուրսը, որը կա այսօր, իսկ դրա համար արդեն պատասխանատվություն են կրում մենք բոլորս, ընտրողներս, ուրեմն ամեն ինչ կլինի լավ հունով կզարգանա իրավիճակը։ Եթե մենք չլինենք հետևողական եւ նորից փորձենք այդ ձիերին, հա, այդ գետի վրա փոխենք, հա, տենց են չէ ասում, հայերեն չգիտեմ դա ինչպես է հնչում, փոխենք, մենք կհասկանանք, որ գետնանցումի ժամանակ ձիերին չեն փոխում, այո, եթե մենք փորձենք գետնանցման ժամանակ շնորհակալություն ձիերին փոխենք, մենք կհասկանանք, որ մենք ոչ գետն ենք անցնելու, իսկ այդ ձիերը, որոնց մենք կփոխենք, մեզ հետ կտանեն եւ իրենց հետ կմտնենք ճահճի մեջ, որտեղից արդեն կարող ենք դուրս չգալ։ Ես այսպես կպատասխանեմ ձեր հարցին։ Շնորհակալ եմ զրույցի համար։ Ես եմ շնորհակալ։ Հետևենք իրադարձությունների զարգացումներին, ամուսնություն կլինի դա, թե միջպետական հարաբերություններ, մեկ բան ակնհայտ է, որ Հայաստանը այլևս չի կարող ապրել անցյալի իներցիայի ընթացքով, անցյալի իներցիայի ուժով։ Եվ ընտրությունը, որ մեզ փորձում են պարտադրել դրսից, եւ ընտրությունը, որ մենք կատարելու ենք ներսում,
շատ ավելին է, քան պարզապես քվեարկությունը։ Սա ազատ զրույցներ Free News-ի եթերում ես զրուցում եմ միջազգային եւ անվտանգության հարցերի հայկական ինստիտուտի փորձագետ Դավիթ Ստեփանյանի հետ։ Շնորհակալություն, որ հետեւում եք։ Լավ մնացեք, կհանդիպենք։